Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Բևերի երիտասարդական փոդքասթի հերթական թողարկումը։ Այսօր ես զրուցելու եմ Գերմանիայում ապրող մեր հայրենակից երիտասարդ Խորեն Ասլիբեկյանի հետ, քանի որ մեր հայրենակիցը Գերմանիայում է ապրում, մենք հեռակա ենք կազմակերպել այս զրույցը, մինչև Խորենին կհանդիպենք արդեն հայրենիքում։ Բարի երեկո, Խորեն ջան։ Բարի երեկո, Հերմինե ջան։ Խորեն ջան, այս զրույցը մի քիչ ավելի անմիջական ազատ շփման մակարդակի է, ուստի ակնկալում եմ, որ մենք շատ հետաքրքիր զրույց կունենանք, ոչ այնքան պաշտոնական, խիստ քաղաքականացված, այլ քննարկենք, թե դրսից ինչ տպավորություն է, ինչ է կատարվում ըստ ձեզ հայրենիքում։ Գիտեմ, որ ակտիվ հետևում եք զարգացումներին, ուստի որպես երիտասարդ, երբ այսպես հեռվից նայում եք, ինչ եք տեսնում, ինչ է կատարվում Հայաստանում, այս պահին տեղի ունեցող այս գործընթացները ինչպես կանվանեք։ Շատ դժվար ժամանակահատված ենք մենք հիմա ապրում, դրսից հետևելով յուրաքանչյուր հայ երիտասարդի համար դժվար է, մանավանդ նրանց համար, ովքեր հետևում են քաղաքականությանը, ու իմ կարծիքով յուրաքանչյուր հայ երիտասարդում համար իր հայրենիքը անտարբեր չի, պետք է զբաղվի քաղաքականությամբ եւ հետևի երկրում կատարվող իրավիճակին, եւ հիմա հետևել դրսից հետևելով շատ դժվար է, քանի որ չես կարողանում ինչ որ կերպ օգնել քո երկրում, քո երկրին, բայց ամենայն դեպս փորձում ենք ինչ որ կերպ ազդել մարդկանց մտածելակերպի վրա, բացատրել, հասկացնել, դրսից որ դիտում ես շատ ավելի բան ես հասկանում, քան այն մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Հայաստանում, քանի որ մենք այստեղ ունենք ինֆորմացիա ստանալու շատ մեծ միջոցներ եւ գիտենք, որ Հայաստանում ինչքան սուղ են այդ ինֆորմացիաները, հա, որ ժողովուրդը մարդկանց, ասենց ասեմ, ասում են, թե մենակ կան նախկիններ եւ ներկաներ, հեռուստացույցով էլ չէ, այդպես մանիպուլյացիան շատ է ներսում, այո, Հայաստանում։ Այո։ Իսկ դրսում մենք ավելի շատ ունենք հնարավորություններ ինֆորմացիա ստանալու եւ դրա համար դրսից ավելի շատ ենք տեսնում, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչը շատ ցավալի պահեր են հիմա, ու երևի վերջիս 30 տարվա ընթացքում ամենածանր ժամանակահատվածն է, հիմա շատ լկտիաբար են անում այս ամեն ինչը, Հերմինե ջան։ Հա, մի կողմից դժվար է այն առումով, որ մի կողմից 2020 թվականից ի վեր անընդհատ մենք ունենում ենք կորուստներ, թե մարդկային, թե տարածքային, մյուս կողմից էլ ներսում ռեժիմը ճնշումները այնքան է խստացրել, որ հայ մարդը փորձում է ամեն մեխանիզմ կիրառել լռեցնելու, պայքարից հայ մարդուն կտրելու, չէ՞, կարծեմ այդ ամենը դրսում շատ լավ երևում է։ Հալածանքները բոլոր ուղղություններով են, բոլոր քննադատների, այլախոհների, եկեղեցու նկատմամբ, չգիտեմ, մանավանդ որ վերջին տարիներին նկատում ենք, որ Սփյուռքն էլ են հայրենիքից կտրում, որևէ քայլ չի արվում, որպեսզի Սփյուռքը մոտենա հայրենիքին, հակառակը, միշտ հեռացման, այսպես ասած, քաղաքականություն են վարել սրանք։ Այո, դա ամեն ինչը շատ հատուկ է արվում, որպեսզի ոչ մենք կարողանանք դրսից ինչ որ ձև օգնել, դե բնականաբար Հայաստանում էլ ժողովուրդը այն ուժը չունի, որ կարողանա օգնել, այսինքն Հայաստան-Սփյուռք կապը կտրում են, էլի, այն հատվածը, որ կարող է գոնե ինչ որ կերպ ազդել, որ դա էլ չլինի։ Եվ այս բոլոր բռնաճնշումները նրա համար են, որպեսզի 2026 թվականի ընտրություններին Նիկոլը կարողանա նորից վերարտադրվել, բայց հուսով եմ, որ բանը դրան չի հասնի, ես չեմ կարծում, թե Հայաստանում ընտրություններով կարելի է ինչ-որ բան փոխել, քանի որ մենք ապրում ենք Ռուսաստանի գավառում, հա, այսպես ասած, ռուսական գավառ ենք, եւ դրա համար միակ բանը այնա, որ Պուտինյան ռեժիմը քանդվի, որ մենք կարողանանք ոտքի կանգնել։ Ասում ենք Ռուսաստանի գաղութ, բայց վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Թուրքիա է տանում դեպի
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը իր Այո, բոլոր որոշումները, այն քայլերը, որոնք Հայաստանում իրականացվում են, ուղիղ Թուրքիայի, Ադրբեջանի թելադրմամբ է, այսինքն կոնկրետ Բաքվի ու Անկարայի թելադրմամբ է գործում։ Երբ տեսնում ենք եկեղեցու նկատմամբ հալածանքները, նույն Սփյուռքը հայրենիքից կտրելը հենց թշնամական պատվերով է, որովհետև թշնամիները լավ գիտեն, թե Հայաստանը որքան ուժեղ է հենց Սփյուռքով, որովհետև տարիներ շարունակ մեր պահանջատիրական հարցերը հենց Սփյուռքում են բարձրացվել, Սփյուռքի մեր հայրենակիցներն են ակտիվություն ցուցաբերել ու դա շատ ծանր են տարել թշնամական կողմերը, ուստի հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ավելի շատ տանում է դեպի Թուրքիա։ Սա ներսում գոնե մեզ համար շատ նկատելի է, արդյոք դրսում սա նկատելի չէ։ Իհարկե, եթե մինչև հիմա ռուսական գավառեր, այս կոլաբորացիոն իշխանությունները տանում են դեպի թրքացման, դարձնում թուրքական վիլայետ, եւ փաստացի եկեղեցու վրա բոլոր հարձակումները դրա համար են, որ գիտենք պատմության փորքից գալիս է, չէ՞, Սարդարապետի ժամանակ էլ եկեղեցին կանգնեց հայ ժողովրդի թիկունքին եւ կարողացանք վերածնել մեր առաջին հանրապետությունը։ Եվ հիմա Նիկոլը անում է ամեն հնարավոր բան, որպեսզի մեր այդ հենասյունը քանդի, որ մենք չկարողանանք ինչ որ կերպ նորից ոտքի կանգնել։ Արդյոք սա կհաջողվի իրեն, ընդհանուր երբ որ խոսում եք այդտեղ ապրող մեր հայրենակիցների հետ, ինչ կարծիք ունեն իրենք, ինչ լուծումներ են տեսնում, նախորությամբ արդյոք պատկերացնում են այն մարտահրավերները, որոնց առաջ մենք այսօր կանգնած ենք, որովհետև թշնամին ճանկերը սրած սպասում է, թեպետ հիմա ժամանակավոր չակերտավոր խաղաղություն է, պատերազմ չկա, բայց մարտական գործողություն չկան, բայց պատերազմը շարունակվում է, որովհետև այդ զիջողական քաղաքականությունը կա, դրանից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի հրաժարվել, ինչ էլ ուզեն հանձնելու է միայն թե իր իշխանությունը պահի, որովհետև երևի ինքն ու իր թիմակիցները շատ լավ են հասկանում, ինչ կնշանակի իրենց համար կորցնել իշխանություն, եթե օրինակ ունենանք ազգային իշխանություն, ինչ է իրենց սպասվում։ Այո, ազգային իշխանություն ունենալու ժամանակ միանշանակ բոլոր դավաճանները պիտի պատասխան տան, դա անքննելի է, իսկ մեր ժողովուրդը չեմ կարծում, թե մինչև վերջը հասկանում է եւ գիտակցում է այս ամեն ինչի լրջությունը եւ հետեւելով տարբեր հարթակներում թե մարդկանց ինչպես են խափում, ամեն մեկը իրեն բլոգեր դնել, իրեն բլոգերի տեղ է դնում եւ նստում է, ասենք, չգիտեմ, sense լուրջ դեմքով, հա, ու մարդկանց ինչ որ բաներ է ասում, որ խաղաղություն պետք է լինի, որ պետք է ընտրություններով անել այս ամեն ինչը, բայց բոլորս գիտենք, որ Հայաստանում ընտրություններով ոչ մի բան չես կարող փոխել։ Վերջի 30+7 տարիներում երբեք Հայաստանում արդար ընտրություններ չի անցկացվել եւ հիմա էլ չի կարող լինել արդար ընտրություններ, միակ ելքը դա հեղափոխությունն է եւ հեղափոխությամբ սրանց հեռացնելն է։ Որի հնարավորությունը արդյոք դու որպես հայ երիտասարդ տեսնում ես, հաշվի առնելով այն, ինչ հիմա կատարվում է, ես նկատի ունեմ, որ ներքին այդ ճնշումը, որ այսօր կա հայ մարդկանց վրա, Նիկոլ Փաշինյանը ուժեղացրել է իրավապահ համակարգը, ուժային կառույցները ուղիղ իր վերահսկողության տակ են գտնվում, դրանք ոչ թե օրենքի դաշտում են գտնվում, այլ գործիք են Նիկոլ Փաշինյանի ձեռքին իր այլախոհներին ծեծելու, ջարդելու, լռեցնելու համար։ Ու բոլոր իրավապահ մարմինները ԱԱԾ, ոստիկանություն, այնտեղ քննչական մարմիններ եւ այլն, մանավանդ որ վերջերս հոգևորականներից սրբազաններից մեկը ասուլիս տվեց եւ իր օրինակով մենք հասկացանք, Արշակ Սրբազանն էր, չգիտեմ լսել ես իր ասուլիսը թե չէ, որ ԱԱԾ-ն կանչում է մարդկանց զգուշացումներ է տալիս, իսկ եթե դրանց չես տրվում, ապա ինչ որ կոմպրոմատներ են գործի դրվում, այսինքն իրավապահ համակարգը այսօր ամբողջությամբ գործիք է Նիկոլ Փաշինյանի ձեռքին, իրենց քաղաքական հակառակորդներին կամ ասենք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց հետ համաձայն չեն, այսպես։
Դե հա, բնականաբար Նիկոլը փորձում է իզոլացնել բոլոր այն ուժերին, ովքեր ինչ որ կերպ կարող են իր վրա ազդել, բայց ես համոզված եմ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, ինքը վախենում է իր ժողովրդից։ Եթե հիմա նայ հետ ենք նայում, չէ, 2018 թվականի այդ չարաբաստիկ տարիներին եւ տեսնում ենք թե ինքը ինչեր էր խոստանում մարդկանց եւ հիմա ինչ է անում, լրիվ հակառակ պատկերն է։ Ինքը իր ժողովրդից վախենում է։ Ինքը իր ժողովրդից վախենում է եւ հիմա փաստացի բոլոր նրանց, ովքեր կարող են ինչ որ կերպ իրեն հեռացնել իշխանությունից, իզոլացնում է։ Այո, եւ բայց ես վստահ եմ մեր ժողովրդի վրա, մենք կկարողանանք նորից ոտքի կանգնել, ինչպես դա եղել է 100 տարի առաջ, ինչպես եղել է շատ ժամանակահատվածներում։ Ես ասենք ուսումնասիրել եմ պատմությունը եւ գիտեմ, որ մեր ժողովուրդը ամեն դժվար պահից էլ կարողացել է ոտքի կանգնել եւ այս այլ կհաղթահարենք։ Նիկոլները գնալու են եւ համոզված եմ, որ այդ օրը շուտով կգա։ Այդպես Խորեն ջան, իրենք իրենց այս հակահայ քայլերը անվանում են օրենք պաշտպանել։ Օրինակ, երբ որ այլախոհներին տանում են, բանտարկում են, մարդուն Facebook-ում կամ այլ սոցիալական ցանցում ինչ որ կարծիք հայտնելու համար հետապնդման են ենթարկում, դա հայտարարում այսպես, թե մենք Հայաստանում ժողովրդավարությունն ենք պաշտպանում, օրենքն ենք պաշտպանում, եւ դա շատ լավ կարծես թե դրսում անցնում է, որ այսպես լուր են, որևէ կարծիք, գնահատական, միջազգային կառույցները չեն հնչեցնում։ Եթե մենք հիշենք օրինակ իր Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից առաջ, երբ որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ կամ ընդհանրապես ակտիվիստների նկատմամբ հալածանքներ էին լինում, գոնե հայտարարություններ էին, չէ, արվում միջազգային կառույցների կողմից, այս կամ այն դեսպանատները արձագանքում էին, ասում էին, ինչը կարող էր ինչ որ չափով, այսպես ասած, սրանց նախկինների ձեռքերը կապել, բայց դա մենք չենք տեսնում Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ, սա էլ կարծեք թե իրեն իրավունք է վերապահում անել ամեն ինչ եւ այսպես եթե գնա, երևի մենակ իր ուժը կմասնակցի ընտրություններին, դրա համար էլ ամեն քայլափոխի վերջին շրջանում ասում է թե քանի որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հիմա ժողովուրդն է իշխանության, ուստի ժողովուրդը 2026 թվականին ջախջախի հաղթանակ է տանելու։ Այսինքն ինքը ասում է, որ ՔՊ-ն 2026 թվականին ջախջախի հաղթանակ է տանելու։ Դե տեսնում եք, չէ, որ ինչքան միլիոնավոր դոլարներ է ծախսում Նիկոլը միջազգային հարթակներում, լոբիստական կազմակերպություններ է վարձում, մեր ու ձեր հաշվին եւ ներկայացնում է Հայաստանը թե ազատության բաստիոն է, չէ, բայց իրականում դա այդպես չի, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան է ասում իր դեմ, ինքը անմիջապես ձերբակալում է կամ աշխատանքից են ազատում, դա այդպես է։ Լավ, իսկ դրսում ապրող հայերը ինչ կարծիք ունեն այս մասին, դուք զրուցում եք ընդհանրապես ինչ որ մեր հայրենակիցների հետ, ինչ են ասում իրենք։ Դե շատերը կողմ են խաղաղության, ասում են խաղաղություն, բայց ես էլ ասում եմ, որ խաղաղություն չի կարող լինել Թուրքի հետ։ Շատերը այնքան են նայում, էլի եմ կրկնում, այդ տարբեր սոցիալական հարթակներում տարբեր մարդկանց, լսում այդ քարոզները, որ իրանք ամբողջովին չեն ընկալում, չեն ըմբռնում, թե ինչ է մեզ սպասվում հետագայում։ Խաղաղություն հիմա ոչ մի պատերազմ չի լինի, համենայն դեպս մինչև 26 թվականը Ալիևը հաստատ չի հարձակվի, որպեսզի օգնի Փաշինյանին նորից վերարտադրվել, այ դրանից հետո շատ ավելի վատ պայմաններով պատերազմ կլինի։ Հիմա բնականաբար մինչև 26 թիվը ոչ մի պատերազմ չի լինի, բայց մեր հայրենակիցները լսելով տարբեր իշխանական այդ բլոգերներին մինչև վերջ չեն հասկանում ինչ է կատարվում, ցավալին դա է ընդամենը։ Լավ, գոնե իմ կարծիքով եկեղեցու նկատմամբ այս հարձակումը այն կարմիր գիծներ, որը կսթափեցներ մեր հայրենակիցներին, թե երկրի ներսում եւ թե Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Արդյոք չեն տեսնում, լավ, եթե մնացածը տնենք մի կողմ, ինչը ընդունելի չէ, օրինակ Արցախի հանձնումը, դա փաստորեն շատ հեշտ Նիկոլ Փաշինյանը հանձնեց եւ արդարացնողներ կան թե այստեղ երկրի ներսում եւ թե
Սփյուռքի տարբեր գաղթօջախներում կան մարդիկ, որ այո, տրվել են այդ մանիպուլյացիային եւ ասում են, թե հա Նիկոլը ինչ մեղավոր էր, գցեցին Նիկոլի գրպանը, այսպես լավ, իրենք ձևը գիտեն ժողովրդին համոզելու։ Այստեղ ճնշումները ներքին, այս ամբողջ ոստիկանական ապարատով ժողովրդին ճնշել անգամ մեկ լայքի, կոմենտի կամ ստատուսի համար հետապնդման ենթարկելը։ Իդեպ Սփյուռքահայերի նկատմամբ եւս դա իրականացվում է, որովհետեւ հրապարակումներ եղան անգամ, որ հետապնդումներ ոստիկանությունը սկսել է Սփյուռքահայ մեր հայրենակիցներից մի քանիսի նկատմամբ, որովհետեւ ինչ որ վիրավորական խոսքեր են գրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, այսինքն վաղը մյուս օրը գուցե նրանք կան Հայաստան սահմանը հատելիս ձերբակալվեն կամ, չգիտեմ, ինչ որ սահմանափակում տրվի նրանց վրա։ Բայց եկեղեցու վրա կամ եկեղեցու հանդեպ տեղի ունեցողը պետք է որ նաև կարմիր գիծ լիներ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Սա ներկայացվում է եկեղեցին մաքրել, սրբագործել, չգիտեմ ինչ, բայց բոլորս գիտենք, որ այդպես չէ։ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Ադրբեջանի, Թուրքիայի պատվերը, այդ պատճառով էլ այսպես հարձակվել է եկեղեցու վրա։ Սա չեն տեսնում դրսում։ Տեսնում են, բայց կարծում եմ, որ մինչև վերջ չեն գիտակցում պահիլորջությունը եւ ես ինչպես ասացի, եկեղեցին այս մեր վերջի մի քանի 100 տարվա ամենակայացած ինստիտուտն է, որի մեր հենասյունն է, մեր հենարանն է, որի շնորհիվ մենք կարող ենք գոնե աշխարհում մեզ համախմբող ինչ-որ մի ուժ դառնալ, հա, բայց փաստորեն տեսնում ենք ժողովրդի անտարբերությունը եւ դա շատ ցավալի է։ Մենք գիտենք, որ Սարդարապետի ժամանակ էլ եկեղեցին պատերազմի ժամանակ Սարդարապետյան եկեղեցին մեզ ուժ տվեց, մեր թիկունքին կանգնեց եւ կարծում եմ հիմա էլ շատ դժվար ժամանակներ ենք ապրում եւ որ ժողովուրդը պետք է գիտակցի, որ պետք է կանգնի եկեղեցու կողքին։ Շատ ցավալի է, բայց շատերը դա լուրջ չեն գիտակցում։ Օրինակ ինձ չի թվում, թե անտարբերությունը համատարած է, նույն Հայաստանում այո կա դեռևս ժողովրդի մի հատված, որ հետևողի դերում է, չի մասնակցում պրոցեսներին, բայց չգիտեմ, ինչ որ կես քայլ է մնացել, կարծեք թե բոլորի մոտ ինչ որ սպասողական վիճակ է։ Հիմա չգիտեմ, սպասում են ընտրությունների, սպասում են, որ նախընտրական շրջանում ինչ որ բան տեղի կունենա, թե ընտրություններից հետո չէ, սովորաբար Հայաստանում գիտենք, որ հետընտրական շրջանում զարգացումներ լինում են, բայց հաշվի առնելով այս ռեժիմի, այն որ ռեժիմը գնում է դեպի մեկ անձի ձեռքում կենտրոնանալու, այսինքն անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է կենտրոնանում, որոշումներ կայացնողն ինքն է կամ, չգիտեմ, իր շրջապատի մի խումբ անձինք, վախեցած են մարդիկ, ինչ են թե եթե ինչ որ կայծ լինի, ապա այդ վախն էլ կկոտրվի եւ մարդիկ այդ անտարբերության պատը կճեղքեն ու կանցնեն առաջ, ինչ ես կարծում, գոնե օրինակ երիտասարդությունը օրինակ։ Ես կարծում եմ, որ այդ կայծը կլինի, մենք կտեսնենք այդ կայծը, բայց շատ հանգամանքներ, նաեւ արտաքին քաղաքականության տեսնում ենք, որ հիմա աշխարհում նոր քարտեզներ են գծվում, նոր աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Ես վստահ եմ, երբ կանգնի պատերազմը ռուս-ուկրաինական ճակատում, դա Պուտինի պարտությունը կլինի եւ հենց դա կհանդիսանա այն կայծը, հա, ես կասեմ նաեւ պարտությունը, պետք է հուսալ, որ Ռուսաստանը կպարտվի եւ այդ Պուտինյան ռեժիմը կքանդվի, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի ներսում ինչ-որ փոփոխություն անել։ Իսկ առայժմ, քանի այդ ամեն ինչը չի կատարվել, մենք ոչ մի լավ բանի չենք կարող սպասել, ցավոք սրտի հիմա։ Տես Խորեն ջան, մինչ մենք սպասում ենք, որ Պուտինյան ռեժիմը քանդվի, նոր մենք ինչ-որ բան փորձենք անել, սրանք ավելի ամրապնդեն այդ շրջանում թուրքական ռեժիմը Հայաստանում, որից պոկվելը ավելի դժվար է լինելու։ Այսինքն չես գտնում, որ ժամանակն է, ինչ-որ գործողությունների ժամանակն է արթնացման, չգիտեմ, թրքացումը այնպիսի քաղաքականություն է, որ եթե այդ խմբակին ձեռք է տալիս, ապա վստահ եմ մի ամբողջ հայ ժողովուրդ դրան դեմ է եւ պետք է դիմադրություն ցույց տա, առանց սпасելու Պուտինյան ռեժիմի հետ ինչ տեղի կունենա։
Հա, համաձայն եմ, բայց տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ ճնշում է բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ որ կերպ իրանցից վտանգ են ներկայացնում, եւ շատ դժվար է այս իրավիճակում ինչ որ քայլեր անել, մարդիկ վախենում են, վախենում են, որ աշխատանք կկորցնեն, այդ բռնաճնշումները եւ այլ, հիմա չգիտեմ ինչ կարող է լինել, որ մարդիկ վերջապես դուրս գան փողոցներ, բայց ամենայն դեպս այո գտնում եմ, որ պետք է պայքարել, պետք է դուրս գալ փողոց, չնայած բոլոր դժվարություններին եւ պետք է պայքարել։ Անգամ ընտրությունների վրա կարծեմ արդեն նշեցիր քո խոսքի սկզբում, որ չպետք է հույս դնել, որովհետև սրանք այնքան են կարճած իրենց աթոռներից, որովհետև դա իրենց համար պաշտպանիչ միակ մեխանիզմն է մնացել։ Առայժմ հայ ժողովրդի դատաստանից իրենց փրկողը հենց իրենց այդ աթոռներն են, որովհետև առանց այդ աթոռի իրենք ոչինչ են, չունեն այդ ոստիկանական հսկա բանը շարասյունը իրենց թիկունքում կամ իրավապահ ամբողջ համակարգը, որը իրենց մի զանգով կգործի եւ մարդկանց կձերբակալի կամ կտանի բանտեր կլցնի։ Այս սա է, որ պետք է հույս չտնենք մենք ընտրությունների վրա, պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանները ուղղակի պետք է հեղափոխական ճանապարհով հեռացվեն, որովհետև սրանք ամեն ինչ կանեն 26 թվականին վերընտրվելու համար, ճիշտ է, այնպես չի, որ վերընտրվեցին, դրանից հետո չենք կարող իրենց հեռացնել, բայց խնդիրը այն է, որ իրենք չստանան քվե ժողովրդի կողմից։ Հա, Ներմինե ջան, համաձայն եմ, այս ընտրությունները Հայաստանում ես նշեցի, որ երբեք ընտրություններ չեն եղել են նշանակումներ, ինչպես Սերժիկի ժամանակ էր, ինչպես Քոչարյանի ժամանակ էր, հիշեք, որ Քոչարյանն ասում է, Սերժիկը որ ասում էր, ինչքան ուզես, այդքան կխփեմ։ Նույնն էլ Նիկոլը հիմա բոլորին իզոլացնում է, որ ինչքան ուզի, այդքան խփի։ Եվ եթե ոչ մի քայլեր չձեռնարկվեն, իրեն կհաջողվի դա, չէ, որովհետև ինքը հիմա ունի արևմուտքի աջակցությունը, Բաքվի, Անկարայի, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների կարծեք աջակցությունն ինքը ունի։ Այո, առայժմ ունի, որովհետև հիմա արևմուտքին ձեռք է տալիս, այսպես կոչված արևմտամետ Նիկոլ, բայց բոլորս գիտենք, որ այդպես չի, ինքը ամենտեղ ներկայացնում է, որ ինքը արևմտամետ է, որ ինքը ռուսի հետ չի եւ այլ, առայժմ արևմուտքը իրեն պահում է, բայց կգա ժամանակ, երբ որ հենց առաջինը արևմուտքը իրենից կհրաժարվի ու այդ օրը շատ շուտով կլինի, մենք էլ կտեսնենք։ Այո, առայժմ ժողովրդին զարմանում եմ, բայց հաջողվում է մի որոշ հատված է խաբել, որ ինքը Հայաստանը տանում է դեպի արևմուտք եւ կամ խաղաղություն են բերելու այս օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթղթով, բայց մենք լավ գիտենք, որ այդ փաստաթուղթը ոչ մի խաղաղություն էլ չի բերում։ Ադրբեջանում շարունակում են խոսել արևմտյան Ադրբեջանի մասին, անգամ վերջերս կարդացի, որ դպրոցներում նման բովանդակությամբ արևմտյան Ադրբեջանի թեմայով երեխաներին շարադրություններ են գրել տալիս, արդեն պլաններ են գծում, ինչպես են իրականացնելու արևմտյան Ադրբեջանի զարգացումը եւ այլն։ Արդյոք սա իսկապես խաղաղություն ցանկացող Ադրբեջանն է։ Եթե հիշում ես, այդ քաղաքասարակության ներկայացուցիչները, որ գնացին Բաքու, եկան, մի 2 ժամանոց ասուլիսով հանդես եկան, մի քանի օր եթերներից չէին իջնում եւ հավատացնում էին, որ դրանք ուղակի նարատիվներ որոնք լրատվամիջոցների միջոցով տարածվում են, բայց Հաջիևը Ալիևի օգնականը իրենց բան է արել, ասել է, որ չկա նման բան, Հայաստանից այլևս տարածքային պահանջ չկա, իրենք միայն խաղաղություն են ուզում։ Այո, բոլորս գիտենք, որ Թուրքը միշտ էլ երկերեսանի է եղել, ես նույնիսկ ասեի 10 երեսանի է եղել, իրանք կարող են հիմա ասել, որ խաղաղություն է, որ ոչ մի պարտքու պահանջ չունեն Հայաստանից, բայց հաջորդ րոպեին հարձակվել, ես նշեցի, որ մինչև 2026 թվականը չի հարձակվելու, որպեսզի Նիկոլը վերընտրվի, այդ դրանից հետո կհարձակվի, կարծում եմ մի 20 կամ 30 օր էլ այդ պատերազմը կտևի եւ Նիկոլը կհանձնի Հայաստանը, բայց հայ ժողովուրդը դա թույլ չի տա, ես վստահ եմ,
Միշտ էլ մենք կարողացել ենք դժվար ժամանակներ, դժվար պահերից դուրս գալ, դժվար ժամանակահատվածներից դուրս գալ, այս անգամ էլ մենք դա թույլ չենք տա եւ ես վստահ եմ մեր ժողովրդի ուժի եւ իմաստության վրա։ Ինչ ես կարծում, ինչպիսի իշխանություն պետք է ձևավորի ժողովուրդը տվյալ դեպքում, որպիսի նախ պետք է հաշվի առնենք ներքին այն իրավիճակը, որը Նիկոլ Փաշինյանը ստեղծել է, դրա կառավարումը եւ թե արտաքինը, որովհետեւ մենք այսօր այնպիսի մարտահրավերների առաջ ենք կանգնած, որ դրանց դեմ պետք է պայքարել, նկատի ունեմ հիմնականում մեր անվտանգությունը։ Այո, պետք է կազմել այնպիսի ազգային իշխանություն, պետք է ձևավորել այնպիսի ազգային իշխանություն, որ կարողանա պաշտպանել թե նա արտաքին թշնամուց, թե ներքին թշնամուց, պետք է պայքարել կոռուպցիայի դեմ, պետք է պայքարել հանցագործության դեմ, պետք է բոլոր դավաճանները դատապարտվեն, մի խոսքով պետք է ազգային իշխանություն ձևավորվել եւ ես գտել եմ իմ համար այն ուժը, որ կարող է այդ իշխանությունը ձևավորել, դա Բևեռն է եւ Սասնա Ծռերը, ես ասեմ Հերմինե ջան, մինչեւ 20 թիվը ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվել, նույնիսկ ասեմ մինչեւ 18 թիվը, բայց դրանից հետո, երբ որ այս ամբողջ իրադարձությունները տեղի ունեցավ եւ 20 թվի պատերազմը, ես ուսումնասիրեցի քաղաքական դաշտը, գտա այնպիսի մի ուժ, որը իմ գաղափարներին համընկնում է, համապատասխանում է, եւ ես վստահեցի այդ ուժին եւ կարծում եմ Բևեռը այդ միակ ուժն է, որ կարող է ձևավորել այդ ազգային իշխանությունը։ Այ Խորեն ջան, 2020 թվականից, որ այդպես ակտիվորեն հետևել ես, այդ դրսից ինչ զգացողություններ են քո մոտ առաջացել, զայրացել ես, ցանկություն է մոտդ առաջացել գալ, հայրենիք տեղում պայքարել, թե ավելի շատ հիասթափություն ես ապրել։ Եղավ մի պահ, որ փորձեցի գամ, բայց չստացվեց գալս չեղավ, շատ դժվար է ստեղից հետևելը, բայց կարծում եմ, որ այո, դրսից հետևողների համար շատ դժվար է այդ ամեն ինչը, Հերմինե ջան։ Ամեն մի կորուստ, ամեն մի բան երևի ավելի դժվար է, չէ, տանում Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ մարդ, որովհետև կա եւ կարոտի զգացում, եւ ափսոսանք, որ ինքը հեռու է, չի կարողանում հեռվից ինչ-որ բան անել, հա։ Այո, ցավոք սրտի 10 տարի է ապրում եմ դրսում եւ ես այսպես ասեմ ռեժիմի պատճառով է որ հիմա նաեւ ռեժիմի պատճառով է որ չեմ կարողանում հետ գալ ես համոզված եմ որ եթե գամ Հայաստան ինձ էլ կարող է բերմայի ենթարկեն դա չեմ բացառում եւ իմ համար շատ դժվար է շատ եմ կարոտել իմ հայրենիքը բայց կարծում եմ մոտ ապագայում ամեն ինչ կկարգավորվի եւ բոլոր իմ նման մարդիկ կկարողանան հետ գալ հայրենիք Քո կարծիքով ինչ փոփոխություններ երիտասարդները պետք է բերեն, երիտասարդները միշտ շարժիչ ուժն են, չէ, եղել փոփոխությունների։ Օրինակ 2018 թվականին կային ճիշտ է այն կազմակերպված էր այդ ամենը, այսպես կոչված հեղափոխությունը, բայց շատերը նույնիսկ երիտասարդների մեջ հավատացին, շատերի մոտ հավատ կար, մարդիկ իսկապես կային անկեղծ պայքարողներ։ Այս դեպքում ըստ քեզ շարժիչ ուժը նորից պետք է երիտասարդությունը լինի, թե 2018-ին կատարվածը մի տեսակ հուսախաբ է արել մարդկանց, ավելի խաբված են իրենց զգում, հիասթափված են զգում։ Շատ ժամանակ իմ մոտ էլ է լինում այդ հիասթափությունները եւ այո, եւ կարծում եմ, որ երիտասարդությունը պետքա չհուսահատվի, չընկճվի, ինքս շատ ժամանակ հիասթափվում եմ, մտածում եմ, որ շատ դժվար կլինի այդ ամեն ինչը հետ բերել եւ այդ հեղափոխություն կատարել, բայց պետք է մենք մեր մեջ ուժ գտնենք եւ կարողանանք նորից հեղափոխություն անել եւ այս անգամ իսկապես հեղափոխություն անել, ոչ թե տեղափոխություն։
Եվ փաստն այն է, որ ոչ միայն 2018 թվականին, այլ 2020 թվականին ռազմի դաշտում, պատերազմի դաշտում էլ մեր շատ երիտասարդներ հիասթափություն ապրեցին, գնալով, տեսնելով այդ անկազմակերպ վիճակը, չէ, բոլորս գիտենք հետպատերազմյան շրջանում ինչպիսի պատմություններով հանդես եկան մեր պատերազմի մասնակիցները եւ մինչ օրս պատմում են, թե ինչ անկազմակերպ, ինչ վիճակ է եղել, մարդկանց տանում էին պատերազմ առանց որևէ տարական գիտելիքներ տալու, զուտ մարդաքանակ էին ապահովում, դրա համար էլ մենք ունեցանք այդքան զոհեր, չհաշված, որ այնտեղ մարտի դաշտում կազմակերպող ուժ չկար, մարդիկ գալիս պատմում են։ Փաստացի սա կազմակերպված ցեղասպանություն էր, զարմանալու բան չկա, մարդկանց առանց պատրաստելու, առանց սովորեցնելու տանում էին ռազմաճակատ եւ այդքան գեներալիտետը, հա, որ մարդկանց չէր սովորեցնում, սա ամեն ինչը կազմակերպված էր, այո։ Այո, կազմակերպված պատերազմով հանձնեցին Արցախը, հերթական հիասթափական օրերը մենք տխուր օրերը ունեցանք 2023 թվականին, երբ Արցախը ամբողջությամբ հանձնեցին այս դավաճան թշնամի իշխանությունները, ու այսպես անընդհատ իրենց քայլերով մարդկանց մոտ այդ խորացրեցին հիասթափությունը, բայց ես վստահ եմ, որ ինչ որ մի պահից սկսած ժողովուրդը ամեն ինչ դնելու է մի կողմ եւ ոտքի է կանգնելու, ինչպես օրինակ անցած տարի եղավ, բայց կիսատ մնաց, դա էլ ինչ որ չափով տխրեցրեց ժողովրդին, բայց պետք է մենք ոտքի կանգնենք մեկ անգամ, բայց վերջին անգամ բոլոր դավաճաններին քշելու իշխանությունից, իշխանության ղեկից եւ տանելու պատասխանատվության ենթարկելու, սա կարևոր գործ է, որը բոլորս մեր համախմբված ուժերով պետք է անենք եւ դրան կարծում եմ, որ պետք է նաեւ ոչ միայն Հայաստանում ապրող հայերը մասնակցեն, այլ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները, որովհետեւ մենք դրսում մեծ ներուժ ունենք, որը այս ցեղասպան ռեժիմը անգամ քայլել չարեց օգտագործելու։ Այո, ես կարծում եմ Հերմինե ջան, հետևելով Սրբազան շարժման օրերին եւ գիտես իմ համար ամենացավալին որն էր, որ տանում էին, ասենք, կոնկրետ գործողություն չէին անում։ Եղավ մի պահ, երբ որ գնացին ազգային ժողով եւ տեսանք ինչ կատարվեց, բայց դա հետո տանում էին մարդկանց 1-2 ժամ ենթադրենք աղոթում էին կամ ճառեր էին ասում, չէ, եւ մարդկանց ցրում էին, դա էլ են մարդիկ տեսնում եւ հուսահատվում էին եւ հիասթափվում էին, որ խափում են ամեն անգամ դուրս են գալիս փողոց, բայց ոչ մի կոնկրետ գործողություններ չի լինում։ Կարծում եմ մարդիկ դա տեսնելով նաեւ հիասթափվում են, եթե դու դուրս ես գալիս փողոց, դու պետքա մինչև վերջը գնաս եւ պետքա գործողություններ կատարես, այլ ոչ թե ինչ որ մեկը քեզ տանի աղոթելու կամ չգիտեմ, մի երկու հատ ճառ ասելու եւ վերջ։ Ուղղակի մենք էլ պիտի մի քիչ երկարատև պայքարի պատրաստ լինենք, մենք պետք է հասկանանք, հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ հիմա ամենակարևոր առաջնային խնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, եթե ինչքան չենք հեռացնում Նիկոլ Փաշինյանին, այնքան Թուրքիան եւ Ադրբեջանը մոտենում են Հայաստանին, մտնում են Հայաստան, չէ, մենք գիտենք, լսում ենք փախստականների վերադարձի մասին, անընդհատ իրենց հայտարարությունները կան, վաղը մյուս օրը անգամ դրան համաձայնություն կտա Նիկոլ Փաշինյանը, ու եթե իրենց համար, իրենց այդ խմբակի համար նորմալ է, իրենք ասել են, չէ, թուրքերի, ադրբեջանցիների հետ ապրելը իրենց համար նորմալ է, ապա արժանապատիվ հայ մարդկանց համար նորմալ չէ, որովհետև ինչպես կարող ես գնալ, ձեռք սեղմել կամ ապրել քո հայրենակցի գլուխը կտրողի կամ չգիտեմ ինչ գազանություններ ու հանցագործություններ ասես արել են ու այս օրերին իրականացնում են Արցախում հենց մեր մշակութային ժառանգությունը, եկեղեցիները, խաչքարերը վանդալիզմ են իրականացնում եւ այս մարդկանց հետ խաղաղ համակեցություն, սա ուղղակի բոլոր տեսակի նորմերից դուրս է եւ որքան Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ, այսինքն այսօր կա, վաղը, եթե նորից ինքը շարունակում է պաշտոնավարել, ապա մենք նորից օրեցօր մոտեցանք այդ թուրքական վտանգին, այնքան Թուրքիան ներխուժեց Հայաստանը, Ադրբեջանը։ Այո, միանշանակ համաձայն է, որ պետք է այս իշխանությունները րոպե առաջ հեռացվեն
Նիկոլի ամեն րոպե մնալը Հայաստանի համար կործանարար է եւ ժողովուրդը պետք է դա գիտակցի եւ դուրս գանք պարզապես փողոց եւ հեռացնենք այս իշխանություններին։ Ճիշտ է։ Կարևոր մեծ չէ, որ Սփյուռքը պետք է դրանում իր մասնակցությունն ունենա։ Չգիտեմ, հերվից թեկուզ այստեղի պայքարին զուգահեռ ինչ որ բան անել եւ այլն, բայց իրեն դուրս չդնել այս process-ներից, որովհետեւ Սփյուռքը ուժ է եւ Սփյուռքն ու Հայաստանը համատեղ մեծ ուժ են իրենից ներկայացնում եւ Հայաստանն ավելի ուժեղ է հենց Սփյուռքով։ Այո, միանշանակ համաձայն եմ եւ յուրաքանչյուր մարդ պետք է օրինակ իր ընկերոջը բացատրի, հասկացնի, որ շատ եթե հիմա Նիկոլին չհեռացնենք, մենք կդառնանք թուրքական վիլայետ։ Եվ յուրաքանչյուրս մեր տեղում մեր գործը պետք է անենք, լինի դա համացանցում, ինչ որ նյութեր տարածելով կամ թեկուզ ստատուս գրելով, թե TikTok-ում զրուցելով, այո։ Եվ Խորեն ջան, քանի որ մենք արդեն ամփոփում ենք մեր զրույցը, դու որպես երիտասարդ ինչ կոչ կանես մեր հայրենակիցներին։ Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում դուրս գալ փողոցներ, ողողել հրապարակները եւ հեռացնել այս դավաճան տականք իշխանություններին։ Շնորհակալություն այս հարցազրույցի համար, Խորեն ջան։ Ընտրեմ Հերմինե ջան, ես եմ շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ Բևերի երիտասարդական ոդկասթի հերթական թողարկումն էիք դիտում։ Ես զրուցեցի Գերմանիայում ապրող մեր հայրենակից Խորեն Ասլիբեկյանի հետ։ Չմոռանաք անպայման լայքել, գրել մեկնաբանություններ եւ տարածել այս եթերը։ Շատ կարեւոր է հենց YouTube-ում լայքելը, մեկնաբանություններ գրելը, որովհետեւ կարեւոր է, որպեսզի մեր այս զրույցը եւ ընդհանրապես Բևերի բոլոր հաղորդումները հասանելի դառնան հանրության լայն շերտերին։ Այսքանը հաջողություն, առողջ եղեք։